Բարի լույս ձեզ, սիրելի հայրենակիցներ, այո, ես տեսա, որ Նիկոլ Փաշինյանը անցավ, շնորհավորում եմ բոլորիդ, արդեն այսօրվանից համասեռամոլները ավելի կհզորանան Հայաստանում, ինչի մասն է խոսքը, որովհետև դա ամենաառաջին է իրանց ուրախությունն էր համասեռամոլների, որ արդեն կսկսեն ապրել նորմալ ես մեր պետության մեջ, երկրի մեջ, թիմի մեջ տեսել եք իշկան համասեռամոլ կա, էլի, որ իրար ջերմ բարևում են, պաչում են, շնորհավորում են, հասկանում եք, ձեր ովլներն եմ ասում, էլի, դուք ով եք, ու դրա հետ միասին տեսա ընտրությունները, ճիշտն ասած, ամբողջ գիշեր չեմ քնել եւ հեռուստացույցով տեսել եմ, թե տոկոսայինները ումի իշկանը։ Ես ոնց հասկացա, մեր հայրենիքի վիճակը շատ ծանր է, այսինքն մոտավորապես 50% Նիկոլը կրեց, 50%, այսինքն այնքան շատ այդ տեսակ մարդիկ կան, այդ տեսակ, որ դրանք չգիտեմ ինչ են, էլի, հեսա ես ձեզի հատ ասեմ, էլի, ուրեմն տեսա սյունեցիներից սկսեմ, սյունեցիներ, ասում եմ ձեզ, դա ոչ բոլորիդ է վերաբերվում, ես ինքս պապենական սյունեցի եմ, ու ուզում եմ բոլորդ շատ ու շատիր լսեք եւ տարածեք, որ բոլորդ սա լսեք։ Ուրեմն խնածախից սկսեմ, ոնց որ հայտարարեց, որ 70% է սանտրը, 70% է ԿՊ-ին, հասկանում եք։ Ուրեմն խնածախի հենց գյուղի վերևը ադրբեջանցին նայումա թե ձեր երեխեքը ոնց է դպրոց գնում։ Ոնց եք գնում հաց առնում, ինչ եք ուտում, ովում հետ ուր գնաց։ Հասկանում եք, դուք գնացիք, ընտրեցիք Նիկոլ։ Հիմա ես խոսում եմ անթասիբությունից։ Մատ ուզում եմ ձեզի ասեմ ձեր ով ըլնելը։ Բոլորիդ եմ ուզում ասեմ։ Նույն բանը Գորիսում է կատարվում։ Նույն բանը նորից հակառակորդը կանգնած նայում է ժողովուրդը ուր են գնում, ուր են գալի։ Նույն բանը, բայց ընտրեցիք Նիկոլ։ Ձեր հետ ինչ ելնի, դուք դրան արժանի եք, ես հետի հաստատ ասում եմ, ես գիտեի, որ ես ազգը անթասիբ է դառը, բայց երեկ գիշերը մինչև վերջ համոզվեցի, թե մենք ով ենք ազգովի, ուրեմն ժողովուրդ, ես ոչ մեկի հետ կապ չունեմ, հիմիկվանից ասեմ, Ծառուկյանինն եմ նայում, թե ինչ չապսի է, էլի, այդ տրուբի պես որ հելում է, այդ տոկոսները, սենց համայրյա պոլին պարկած է, ու գիտեք խի է համայրյա պոլին պարկած մի քանի տոկոս, այն 4%-ը բերեց դզեց, որովհետև Ծառուկյանը մեղավոր է, ասեմ խի, որովհետև բոլորիդ օգնում է, բոլորիդ տներով ապահովում է, գումարով օգնել է միշտ, խոսքի ես ընտրության մասին չի, միշտ երկար տարիներ։ Հետո ամենավերջում աշխարհի ամենահզոր Հիսուսի արձանն է դնում, այո, սխալ անում, ձեզ պիտի ոչ մի բան չաներ, դուք նայում եք մարդկանց դեմքին ծիծաղում եք, հետևից գնում կապիկի պես ուրիշ բան եք անում։ Նույն բանը ասեմ Սամվելի Կարապետյանին, նույն բան ասեմ, այդ կան արել է իր ամբողջ կյանքը, արե, դրե, ամեն ինչ արել է ժողով, ու միշտ կարացել է արել է։ Խոսք տվեցիք ու չարեցիք, դա էլ ասեմ, ժողովուրդ։ Համ սուտնա ձեր մեջ արտնացել, համ այդ համասեռամոլությունը, որ արդեն գրկում եք իրար պաչում եք, հասկանում եք, ես ձեզի ինչ եմ ասում, որ դուք հասկանաք, էլի, խոսքի այդ 50%-ի մասին է։ Համ այդ շոբլիկությունն է ձեր մեջ զարթն է, եղել է, քնած է եղել, ես չի նոր զարթնեց, եղել է։ Հիմա ես իմ կողմից ասեմ, ժողովուրդ, մի տղենեմ, որ ապորինի, կալանավորին, հետո թողեցին, նորից կալանավորին, հիմա էլ 2 ամիսա ես հետախուզման մեջ եմ, հենց այս պահին ես հետախուզման մեջ եմ, ու գիտեք ինչի համար եմ հետախուզման մեջ, որովհետև ես հայրենասեր եմ, որովհետև ես իմ հայրենիքը չեմ վաճառում, որովհետև ես կապիկ չեմ, որովհետև ես հայի տեսակ եմ, այդ դրա համար, այդ ձեր նման որ շոբլիկ ելնեի,
Ես էլ քաղաքում ման կգայի, կընտրեի, քայլեի, կտենայի ինչա կատարվում, հասկանում եք ձեզ ինչ եմ ասում։ Իսկ այսօր հայրենասիրությունը դա դավաճանությունն է։ Եվ այդ ինչ որ ասեցի, որ հետախուզման մեջ եմ, դա էլ է ապօրինի, դա շինսու սարքած գործեր է։ Եղել է տենց սարքած շինսու, հասկանում եք, վրես մի հատ եմ կրկնում։ Մի հատ դրածա վարչապետին ոչնչացում, այսինքն ռետինով պիտի ջնջեմ իրան, էլի ես։ Էդի դրածա, դուք գիտեք դրա հոդվածը 15 տարի է, որ դրա հետ կապ չունեմ, ինչ ոչնչացնեմ ես իրան։ Բան չի մնացել, ինքը իրան կոչնչանամ։ Մի հատ դրել են ես իմ ում ականջի գործ, իբր թե ականջը չկա, ես եմ հրաման տվեք, դա մինչև 7 տարի է, տեղավ 22։ Այս հետախուզումը, որ մտցրել են ինձ հետախուզման մեջ, դա մի հատ 3 տարի է։ Դա եղավ 25։ Մի հատ էլ եթեր ունեմ, որ այնտեղ գարլախում եմ, ում ուզում եմ։ Մի հատ էլ էդ են դրել։ Այսինքն մի 30 տարի նորմալ չի ժողովուրդ ջան, ապօրինի որ մարդուն տանեն 30 տարի փագեն։ Այդ մարդը եթե խելք ունենա, որ ընդհանրապես իր արած ոչ մի բանը դե չկա, կգնա կներկայանա այդ մարդկանց, ովքեր ապօրինի աշխատում են, то չեմ ներկայանալու, այսենց ասում եմ։ Եվ որ կբռնեն ժողովուրդ, կիմանամ, այն իմ 50% ազգի համար եմ արել։ Ես միշտ փոքրուց եղել եմ հայրենասեր։ Դա էլ իմ մեջ կոտրեցիք արդեն դուք դա էլ իմ մեջ կոտրեցիք։ Դուք արեք մի հատ այնց վատ բան եք արել ժողովուրդ, դուք չեք էլ պատկերացնում։ Ոչ Ծառուկյանն է հորոխբերս, ոչ Սամոնա հորոխբերս, ոչ Քոչարյանն է ոչ մեկ դեմքով, այսինքն մոտիկից ոչ մեկի չեմ ճանաչում։ Ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, որ այս սյունեցիկ ջան, լսեք, ինչ եմ ասում, որ կորնի, այսինքն Զաբուխից միջև Կորնիձոր նվեր տվեց ադրբեջանցուն, որ 45 թե 55 կիլոմետր Ղափանի ճանապարհը նվեր տվեց ադրբեջանցուն, որ միջև Խնածախի բարձունքը նվեր տվեց ադրբեջանցուն, որ իշխանասարը ամբողջությամբ նվեր տվեց ադրբեջանցուն։ Հələ ես խոսում եմ դա Սյունիքից եւ եղած բաներ եմ խոսում։ Դուք գնացիք ընտրեցիք այդ մարդուն, քիչ է նվեր տվել, էլի է նվեր տալու։ Այդ Տիգրանաշենն էլ է նվեր տալու, Սյունիքն էլ է նվեր տալու, ձեզ էլ է նվեր տալու, լուր եք դուք, հələ դուք սպասեք։ Ես կամ վաղ չկա տենց բան, ես ասած ելնեմ ու եղած չլինի։ Դուք ձեր ընտրողներով, ովքերով որ ընտրեցիք, գլուխներդ կախման եք գալու։ Էս ի սաղ ժամանակավոր բաներ է ժողովուրդ։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ ձեզ։ Այսօրվանից ժողովուրդ, դուք կտենեք ինքը ձեր գլխին ինչա խաղալու, ձեր բոլորի գլխին ինչա բերելու։ Ձեր մոտ նոր սկսվեց, որովհետև մասոնը եկա ավելի նստեց նույն ղեկին։ Հասկացաք ինչա կատարվելու ձեր հետ։ Ծուխները թանելու է, վառած ռեզինի հոտ է գալու ձեր վրից։ Դուք լուր եք, այ կապիկներ։ Հիմա այդ բլոգերներին եմ ասում, հատ բլոգերներին եմ ասում։ Հանգարց չմտածեք Նիկոլը անտրվե, դուք կարաք առիթավորվեք։ Բոլորիդ։ Եթե անհարգելի, այս ժողովրդի նկատմամբ մտնում եք քմծիծաղով, բան թութուլավա քեզ եմ ասում։ Այն որ ծիծաղալով մտնում ես, ասում ես հլնա ես, ասում եմ դեմք էլ ընդունում ես, տեսար չեղավ, բան, կայֆավա տեսնում մարդկանց վրա, ձեզի խելոք պահեք։ Դուք արեք ձեր գործը, բլոգեր եք, արեք ձեր գործը, ձեր գովազդրերեք, ձեր կոպեկը աշխատեք, խելոք ապրեք։ Տենց կապիկի պես ձեզի մի պահիկ չհիստերիկացնեք հանգարց մեզ։ Ամեն մարդ թող իր գործը ունենա։ Ոչ թե այդ շոբլիկությունները չի սազում, ոչ մի հատ հայի չի սազում։ Չնայած արդեն բոլորից սազում է։ Բոլորից սազում արդեն։ Խոսքը 50%-ի մասին է։ Ժողովուրդ, ես ես կոչանում եմ, ես չգիտեմ ինձ երբ կբռնեն ապօրինի, մի հատ եմ կրկնում ապօրինի, այս բեսպրիձելները։ Ու իմ նման գիտես իշքան մարդն ապօրինի բռնե ու ընկերեն հետևներից որ պիտի բռնեն։ Մեկին կաշառքով են բռնում, երեխու հետ խոսում ասում ոնց է տաղաջան, երեխեն ասում պապ ջան հացի փողապետ, բռնում են ընտրակաշառքի բանով կալանավորում են, ասում են հեռախոսը զանգ ունենք։ Միջև վերջ Նիկոլ Փաշինյանը միջև վերջ ամունիստիա չարեց, ոչ մի հատ կալանավոր բաց չթողեց։
ու դուք ընտրեցիք Նիկոլ Փաշինյան։ Ձեր արածն եմ ձեզի ասում։ Ու ինքը հես այդ բերդերը նենց է լեցնելու, իրար վրա ընկնելու։ Ինքը այդ տեսակն է, ինքը սիրում է, դա ապրում է։ Ինքը մանյակ սիրում է, որ մարդիկ կալանավորվեն, մեռնեն անդե բերդերում, կալանավորվեն, հասկանում եք, իա տեսակն եմ ասում, որ դուք հասկանաք ինքը ով է։ Զոհվածի ծնողներից եմ խոսում, ոչ բոլորից։ Ես ինքս եմ հեռուստացով տեսել, թե ինչքան զոհվածի ծնող կար ՔՊԱ-ականների թմի կողքը կանգնած։ Ոնց կուզեմ, թե ձեր եղբայրն է զոհված, թե ձեր տղան է զոհված, թե ձեր աղջիկն է զոհված, ինքը այնքան ուժ ունենա եռաբլուրում պարկած, որ ձեզ թույլ չտա անգամ դուք իրան մոտիկ գնաք։ Անթասիբ մարդիկ, անթասիբ մարդիկ։ Հիմա ես վերջնական ձեզի ասում եմ, դուք կործանվակ, վերջնական դες ասում եմ, դուք էլ չկաք, պրծավ ես ազգը, վերջացավ, դուք հիմա կտեսնեք ձեր գլխին ինչ օյններ է գալու, սյունեցիք իսկ դուք, որ տենց հզոր ընտրեցիք Նիկոլ Փաշինյան, պատրաստվեք պատերազմի, դա ես եմ ձեզ ասում, ու դուք կտեսնեք ինչ պատերազմա սկսելու, ու դուք կտեսնեք ինչերը հանձնելու իր անգերոջը, դուք կտեսնեք, եթե մի հատ վախեցով մարդ կար վախեցող, էդի ես պիտի վախենայի չխոսայի, ասե հենա մի հատ էլ ընտրվեց, հեսա ծուխս կհանի, ձեր վախից հանձնեցիք Հայաստանը, ձեր վախից, էլ բան չեմ ուզում ասեմ, չեմ ուզում ժողովրդի անունը լսեմ, չեմ ուզում ձեր մասին լսեմ ընդհանրապես, դուք ամենավատ բանը արեցիք, աշխարհի ամենավատ, դուք ձեր երեխեքին նակազատ արեցիք, այդ ասում եմ իմանաք, դուք արեցիք այն, որ այս սերունդը փչանալու է, այս սերունդը դուք փչացրիք Նիկոլին ընտրելով, որովհետև համասեռամոլները տարաքելու է ամբողջ հանրապետությունը, մի քանի օրից ելնելու եք քաղաքը ման գալու, տնակ տաղենտաղեոտ զասվելով քայլում է, դուք նա ինչ արեցիք, դուք մարդ չեք, եթե մեկը փորձվի, մի հատ ավելնորդ կոմենտ գրի, մի հատ ավելնորդ, ինքը Ալիևի հարալ աղբերն է, մի մորից են ծնվել, մի հորից, ասեմ ձեզի, մեկը, եթե մի հատ ավելնորդ, բոզի տաղուպես հանգարց մի հատ կոմենտ գրի, բոզի տաղուպես, նայք զգուշացնում եմ, դա կլնի պետական աշխատող, սեփական աշխատող, չգիտեմ, իրա թիմից կլնի, հորս եսիմ ինչը կլնի, մեկը մի հատ վատ տար կոմենտ գրեք, ժողովուրդ, ես ասեցի արդեն ինքը ով է, թուրք, ադրբեջանցի բոզի տղայա, կամ էլ բոզի աղջիկա, եթե մեկը մի հատ սխալ կոմենտ գրեց, դուք համասեռամոլներով լցնեցիք մեր Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանին ընտրելով, դուք դրա պատասխանը տալու եք, եւ կորցնելու եք մեր մնացած հողերը, շատ քիչ է մնացել, հիմա ձեզի հաջողություն, չեմ էլ ուզում շփվեմ ձեր հետ, սկսել եմ ձեզի դաժան ատել ես, դուք մարդ չեք,